Էլի գարուն կգա, կբացվի վարդը, սիրեկանն էլի յարին կմնա, կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, բլբուլի երգն էլի սարին կմնա։ Չարենցի էլի գարուն կգան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հաղթնազարյանը նվիրում է բանաստեղծական արվեստի բոլոր սիրահարներին, շնորհավորելով պոեզիայի համաշխարհային օրը։ Չարենցն իհարկե հրաշալի է հնչում բոլոր առիթներով, բայց այսօր առանձնահատուկ տրամադրություն է ստեղծում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ անցկացվող գրական հանդիսությունում։ Էդվարդ Միլիտոնյանը նշում է, պոեզիան իր մեծ ձգողականության ուժով նույն հարկի տակ է միավորել գրականության մարդկանց։ Կարծում եմ պոեզիան ինքը մի ելևեջ է, էներգետիկ մի դաշտ է, եթե մարդ կարդում է, ինքը մտնում է դրա մեջ, հաղորդվում է այդ աշխարհին եւ դասական պոեզիա լինի, եւ մեր ժամանակից պոեզիա, ինքը անկախ իրենից ավելի է հարստանում, որպես մարդ, որպես մտածող, որպես էություն։ Արդեն ավանդաբար միությունը պոեզիայի տոնը նվիրում է տարվա հոբելյարներից մեկին։ Այս տարի գրական հանդիսությունը նվիրված է Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Միության նախագահը փաստում է, մեծ խորհուրդ կա, որ այս ամենը տեղի ունենում այն շենքում, որի կառուցումն ավարտին է հասցվել հենց վարպետի հոնորարների շնորհիվ։ Հատկապես այս շենքում, որի կառուցմանը ինքը մեծ նպաստ է բերել եւ եղել է այս շենքում նախագահը գրողների միության, անկախ այս ամենից նա հսկայական դեր է ունեցել մեր գրականության իմաստնավորի պոեզիայի ասպարեզում։ Էդվարդ Միլիտոնյանը հիշատակում է Իսահակյանի պոեզիայի գրավչության հանգամանքը նաև օտարազգի մեծերի համար։ Նրա ուռեն ու բառերով Սերգեյ Ռախմանինովի գրած երաժշտությունը։ Ինքը Ռախմանինովը չափազանց բարձր էր գնահատում թե բլոկի հրաշալի թարգմանությունը, թե վարպետի մեծ պոեզիան։ Եվ գրչակից ընկերներին ուղված խոսքում Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է. պետք է պահպանել ու շարունակել ազգային պոեզիայի ավանդույթը եւ այսօրվա հայ բանաստեղծական արվեստով կապվել աշխարհի մեծ գրական մշակույթին։ Նոնե Ալեքսանյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։